Ադրբեջանական իշխանությունների գործելավոճը Միացյալ Նահանգների վարչակազմի ուշադրության կենտրոնում է։ Միացյալ Նահանգները շահագրգռված է, որ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը ստորագրվի իրենց ներկայությամբ, որպեսզի դա, այսպես ասած, իրենց հաղթանակը նաև ներկայացվի, քանի որ Դոնալդ Թրամփը իշխանությանը եկել խաղաղության նոտայով եւ նա ամբողջ աշխարհին է բերելու այդ խաղաղությունը եւ այսպես ասած հիանալի մեկնարկ կլիներ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը կնքել հենց Միացյալ Նահանգների հովանոցի տակ։ Բայց Պուտինը եւս ինքը շտապում է, որպեսզի այդ ամեն ինչը կնքվի Ռուսաստանի Դաշնությունում մայիսի 9-ի տոնակատարության ժամանակ, որի ներկա է գտնվելու նաև Նիկոլ Փաշինյանը, միգուցե նաև Ալիևը ներկա գտնվի եւ դա հնարավորություն ստեղծի ստորագրել այդ համաձայնագիրը։ Բայց ինչևից այս իրավիճակը գալիս է ավելի ուրիշ զարգացումների, Միացյալ Նահանգները Ադրբեջանի գործելավոճը հետևում է եւ հասկանում է հետեւյալը, որ Ալիևը փորձում է ամեն կերպ զրոյացնել Թրամփի այս ջանքերը, որոնք միտված են աշխարհին խաղաղություն բերելու եւ ադրբեջանական իշխանությունները օգտվելով այն առիթից, որ Հայաստանի Հանրապետությունը պարտվել է Լեռնային Ղարաբաղում եւ հայ ժողովուրդը գտնվում է վերականգնման փուլի մեջ եւ նաեւ ընդունել է 120,000 փախստականներ, երկիրը գտնվում է որոշակի նաեւ լարված վիճակում, Ալիևը փորձում է օգտվել այդ առիթից եւ խնդիրներ ստեղծել Հայաստանի Հանրապետության համար, սահմանին կրակոցներ, խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար ստեղծում է խոչընդոտներ, ասում է սահմանադրություն փոխեք եւ այլն, սա հասնելու է գերտերությունների ականջներին եւ միայն գերտերությունները կարող են սաստել Ալիևին։ Հայաստանի Հանրապետությունը եւս կարող է սաստել, բայց մենք հասկացել ենք, որ մեզ հիմա հաստատ պատերազմ պետք չի։ Մենք էլ կարող ենք սաստել, մենք էլ կարող ենք շատ լուրջ հայտարարություններ անել, մենք էլ կարող ենք մերը առաջ տանել, բայց քանի որ մենք դա չենք անում, մենք նաև պետք է հասկանանք, որ մեր փոխարեն մեկը պետք է դա Ալիևին հասկացնի, որովհետև ժամանակը գալու է, որ մենք ենք ստիպված լինելու կրկին ռազմական քաղաքականություն վարել, ռազմատենչ հայտարարություններ անել, ռազմական գործողություններ իրականացնել եւ Ադրբեջանի իշխանություններին իրենց ամեն մի արարքի համար հենց սահմանին պատժել։ Հայաստանը կարող է դա անել, այո, Հայաստանը կարող է դա անել։ Հայաստանի բանակը պետք չէ թերագնահատել, Հայաստանի բանակը զինված է, զինվում է, Հայաստանի բանակի զորքերը մարտունակ են, Հայաստանի մոբը մարտունակ է, որովհետև 25-օրյա հավաքները անընդհատ լինում են եւ Հայաստանի Հանրապետությունը ադրբեջանական սադրանքներին կարող է պատասխանել նաեւ ռազմական ձևերով, եթե Ադրբեջանը իրավիճակը հասցնի դրան։ Իսկ մենք տեսնում ենք, որ ամեն քայլ Ադրբեջանի կողմից արվում է, որ իրենք այդ սադրանքներով հասնեն Հայաստանի Հանրապետության նյարդերի տեղի տալուն եւ Հայաստանի Հանրապետության բանակը վերջնական Ալիևի հարցերը լուծի։ Իսկ դա ինչպես կլինի, դա այնպես կլինի, որ օրինակ մենք ջերմուկի ուղղությամբ մեր կորցրած տարածքները ետ վերադարձնենք, դա ստրես կլինի Ալիևի համար եւ Ադրբեջանի ժողովրդի մոտ ադրբեջանական բանակի մասին պատմվող լեգենդները այլևս հոդս կցնդեն եւ կսկսեն կրկին լեգենդներ պատմվել հայկական բանակի մասին, այն բանակի, որը ստեղծել է սպարապետ Վազգեն Սարգսյանը։ Այսպես ուշադրություն Թրամփը Ալիևի ականջները ձգելու ճանապարհին է։ Միացյալ Նահանգներից հայտնում են, որ շուտ ստորագրեք խաղաղության համաձայնագիրը, Ադրբեջանն ասում է չենք ստորագրելու, մինչև Հայաստանը իր սահմանադրությունը չփոխի, այնտեղ կան ինչ-որ տարրեր, որոնք Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ են ներկայացնում։ Հայաստանի Հանրապետությունն ասում է մենք սահմանադրություն չենք փոխելու, որովհետև այն
որևէ մեկի տարածքին աչք չի դնում, այսինքն մենք դրանով տարածք չենք ուզում, մենք կնքում ենք ձեր այդ խաղաղության պայմանագիր, որտեղ որ կա կետ, որ մենք որևէ մեկս, որևէ մեկիս հետ տարածքային պահանջներ չունենք։ Այս կետով արդեն ստորագրվում եւ փակվում է ամեն ինչ։ Սա հերթական անգամ հայ ժողովրդին ստորացնել ինչ-որ մի բան Ադրբեջանի կողմից, որ հայ ժողովուրդը իր սահմանադրությունը փոխի Ադրբեջանի պահանջով, Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն է, անկախ ասելով նշանակում է հետևյալը, որ որևէ մի պետության ասածով հայ ժողովուրդը չի կարող անել, եթե դա ի վնաս իրեն է, եթե դա իրեն վնասելու է, այսինքն նաև այստեղ վնասելու հեղինակության հարց կա։ Դարերի պատմություն ունեցող այս ազգը մի հատ ինչ-որ վայրի ցեղերի պահանջով պետքա սահմանադրություն փոխի, պետքա եսիմ ինչ անի, սա անթույլատրելի է, երբ որ եկել են Կովկասյան տարածաշրջանում, եկել են ամենահինավուրց ազգին բան են թելադրում, ամենաառաջի քրիստոնյա պետությանը բան են թելադրում եւ կարողանում են որոշ տեղերում իրանց ասածը առաջ տանել միայն մեկ պատճառով, որ հայ ժողովուրդը հիմա գտնվում է վերականգնման փուլի մեջ։ Հայաստանի Հանրապետության թե տնտեսություն, թե բանակը գտնվում է վերականգնման փուլի մեջ։ Նման պետությունները մեր նման, որոնք թույլ են, կորուստներ են ունեցել, պարտքեր ունեն արտաքին մեծ պարտքեր, չեն հասցնում ինչ-որտեղ աշխատաբարձներ տալ մարդկանց թոշակներն քիչ, այսինքն աղքատ պետություն, որ ունի թե աղքատության խնդիր, թե ռազմաքաղաքական խնդիր իր հարևանների հետ, ներսի ու դրսի խնդիրներով լի պետություն ենք մենք։ Մեր նման պետություններին աջակցություն են ցուցաբերում մեծ պետությունները, այսինքն Իսրայելը սարքեց Միացյալ Նահանգները, Վրաստան սարքեց Եվրամիությունը, այսօր որ Վրաստան ունի ներդրումներ, Վրաստանը ավելի լավ տնտեսություն ունի, քան Հայաստան, դա Եվրամիության շնորհքն է։ Հակառակ պարագայում Ռուսաստանի Դաշնությունը վրացիների հարցը ավելի շուտ կլուծեր ի օգուտ իրեն, հպատակեցնելով Վրաստանի ամբողջ ժողովրդին։ Միացյալ Նահանգների այս վարչակազմը բավականին ճիշտ է աշխատում եւ կարողանում է աշխարհում փոթորիկներ անել ի օգուտ իրեն, իհարկե պետքա շտապ դիմել Թրամփի վարչակազմին Ադրբեջանի իշխանություններին սաստելու, ստանձելու համար եւ նաեւ սառը ցնցուղ նրանց ենթարկելու համար, այլապես Ադրբեջանը ասելով կամ ստորագրում է խաղաղության պայմանագիր, կամ լինում է պատերազմ։ Եթե պետքա լինի պատերազմ կամ էլ Ադրբեջանի թելադրանքները, հայ ժողովուրդը չպետքա գնա որևէ թելադրանքի։ Հիմա մարդիկ կասեն, բա էլի զոհեր տանք, հետո գնանք թելադրանքի, եթե քո թշնամին քեզանից մի բան պահանջում է եւ դու դա անում ես, հետո էլի է պահանջում եւ դու էլի դա անում ես, հետո ասում է սահմանադրություն փոխի, ուրեմն դու արդեն թույլ ես եւ ինքը